Ուզում եմ նաև նշել նախորդ տարի իրականացված մշակութային միջոցառումների ծավալը եւ քանակը, որոնց համար մոտավոր ծախսել ենք 3.7 միլիարդ դրամի չափով 2023 թվականի փաստացի ցուցանիշից մոտ 10%-ով ավել Երևան քաղաքում եւ 12 վարչական շրջաններում տարատեսակ մշակութային միջոցառումներ ենք իրականացրել եւ այս օրերին էլ այդ մշակութային մեր նախաձեռնած միջոցառումները կարելի ասել հենց այս օրերին շարունակվում են հուսով եմ հասցրել եք այցելել մեր բալետային փառատոնը որ արդեն 3-րդ տարին է ինչ տեղի է ունենում Երևան քաղաքում Թումոյի այգում եթե դեռ չեք հասցրել ամսի 13-ին ունենք վերջին ներկայացումը ընդհանուր առմամբ նախորդ տարի իրականացրել ենք տարբեր ծրագրեր որոնցից են արտիստը դպրոցին Ամանորի եւ Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառումները որ ենթադրում եմ Instagram-յան բոլոր ռիլերով բոլորը տեսել են Երևանը կանանց համար փառատոնը Հայոց բանակի կանանց տոնին նվիրված միջոցառումները ջազի միջազգային օրվան նվիրված Կասկադում իրականացված համերգը որը այս տարի նույնպես տեղի ունեցավ Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցների մրցույթ փառատոնը եւ ամեն տարի այս մրցույթ փառատոնին մենք ունենում ենք մի նոր անակնկալ նախորդ տարի կոմիտասական խմբերքային Երևանի քաղաքապետարանի պատվերով կոմիտասական խմբերքային երաժշտություն էր պատվիրվել եւ մայստրո Բերբերյանն էր իրականացրել աշխատանքը այս տարի մայստրո Մանսուրյանն է իրականացրել եւ ստեղծել խաղիկներ իր աշխատանքը կրկին մանկական խմբերքային փառատոնի համար Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես փառատոնն ենք իրականացրել Կայուն էներգիայի շաբաթ միջոցառումը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայությունները շատ դեպքերում միջոցառումներ կան որ երևի թե ոչ մեկ տեղյակ չի որ դրանք արվում են Երևանի քաղաքապետարանի կողմից դրա համար լավ առիթ է որպեսզի դրանք նույնպես ներկայացնեմ Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումները Կինոփառատոնի երեխաների իրավունքների պաշտպանության օր Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն է ստեղծվել եւ այդ նվագախմբի համերգային ծրագրերի իրականացումն է արվել այս տարի մեր նախորդ տարվա ստեղծված պատանի նվագախումբը պատանեկան նվագախումբը օգոստոսի 2-ին մեկնելու է Բեռլին որտեղ որ ներկայանալու է երիտասարդ պատանեկան նվագախմբերի հետ փառատոնին մասնակցելով Երևանի 2806-ամյակին նվիրված Էրեբունի Երևան լայնածավալ միջոցառումները Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերի կազմակերպումը Հոբելյաններին նվիրված դրամաշնորհային ծրագրերը Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը որ արդեն որի-որ տարին է որ Երևանի քաղաքապետարանն է հանդիսանում գլխավոր հովանավորը Վարչական շրջանների կողմից նույնպես տարատեսակ ծրագրեր են իրականացվել որոնք որ չեմ ուզում թվարկել եւ ընդհանուր առմամբ 2024 թվականը ամփոփելով կարող եմ ասել որ ընդհանուր առմամբ մենք գերակատարել ենք մեր եկամուտները պլանավորված մոտ 13%-ով մենք ռեկորդային ծավալի աշխատանքներ ենք իրականացրել ոչ միայն կատարողականի տոկոսի առումով որը կազմել է 94% եւ նախորդ այսպես ասած վիճակագրությունը երբ որ բացենք տեսնենք որ կրկին ռեկորդային թիվ է այլ նաեւ ծավալով այսինքն այս ծավալի աշխատանքներ այս ծավալի պլանավորած աշխատանքներ Երևան քաղաքում ուղղակի նախորդիվ երբևէ չեն եղել Շնորհակալ եմ